Սյունեցի կնոջ և տղամարդու զգեստը շատ ուրույն է։ Իրենց էական մասերով շատ մոտ են Շամախու, Նուխու, Գանձակի, Ղարաբաղի, Ղարադաղի, Մեղրու և Ագուլիսի, այսինքն հայկական բնակչության հյուսիսարևելյան և արևելյան գավառների զգեստներին։ Այստեղ գավառական տարբերություններն ընդհանրապես շատ նշանավոր չեն։ Տարբերությունը չափազանց աչքի է զարնում, երբ համեմատում ենք այդ տարածը հայկական լեռնաշխարհի արևմտյան հայաբնակ գավառների տարազների հետ։ Ինչպես արական, այդպես էլ կանացի զգեստների մեջ բացակայում է արևմտյան ասեղնագործ նախշազարդությունը, գլխի հարդարանքի ծաղկազարդությունը, նախշած գոգնոցը, կիտն ու բերանը մեծ մասամբ բաց և ազատ պահելը։ Իսկ Զանգեզուրյան խմբի հագուստի մեջ գերիշխում են միապաղաղ գույները, գլխի հարդարանքի ծաղկավոր ասեղնագործությունից խույս տալը, կիտն ու բերանը հատուկ թաշկինակով ծածկելը։ Մինչև այսօր էլ սյունեցի կանայք, մանավանդ հասակավորները, որտեղ էլ որ ապրելիս լինեն, մեծ դժվարությամբ են հրաժարվում իրենց ծննդավայրի տարազից և գլուխը շինեմն, այսինքն գլուխը հարդարում են այնպես ինչպես իրենց հայրենագիցները։ Կանանց զգեստի էական մասերն են հալավը, փոխանը, արխալուղը, միթանան, քյուրքը, կյոտին, գյուլպան և քողը։ Սա կոչվում է հալավ, կարմիր գույնից է լինում միշտ, որը հագնում էին հատուկ ու կանայք են հագնում ներքնազգեստի վրայից, որի վրայից արդեն հագնում էին այս արխալուղը։ Սա արդեն այս մեկը որ տեսնում եք, որ ներկայացված է, սա նույնպես արխալուղ է, պարզապես երեխայի համար նախատեսված է։ Հալավի կարմիր գույնը պաշտպանական գույն է, հայտնի է, որ հնուց դեռևս բրոնզի դարերում սովորություն է եղել դիակը եւ նույնիսկ գերեզմանի պատերը ծածկել կարմիր ներկով, որը պիտի պաշտպաներ չար ոգիների մերձենալուց։ Հարուստներն ընտրում էին բաց կարմրագույն մետաքսե դրեի կտոր։ Հագուստի մյուս մասը փոխանը լինում էր միշտ երկտակ, տակ։ Կարում էին մինչև ծնկները կարմիր մահուդրավի, իսկ ներքև մինչև փողկի բերանը դրեի աստառը, տանը գործած եւ ավելի հաստ պեմպակե շելե կտորից։ Այս դեպքում էլ գերադասություն էր տրվում կարմիր գույնին։ Փոխանը լինում էր լայն եւ երկար, հասնում էր մինչև թոփուխը, կոճը։ Արխալուղի կանաչ գույնը Սյունիքի գեղահրաշ բնության խորհուրդն ունի։ Միթանան հագնում են ամառն արխալուղի վրայից, գլխավորապես հյուր գնալիս, ձևով շատ նման էր արխալուղին, նույնպես ուներ 3 փեշք։ Քյուլքը հագնում էին ձմեռը, հյուր գնալիս անպայման կարմիր մախմուրից։ Կարելի էր նաև հյուր գնալ ամառը, քույլքը հագին, այդպես էին անում նրանք, ովքեր լավ միթանա չունեին։ Կարևոր բաղադրիչ էր կյոտին, գոտին, որ վերջերս մանավանդ ջահելները կապում էին կաշուց թողկա արծաթե կամ ոսկե զարդերով պատված, տեղական կամ Դաղստանի կուբաչիների գործ։ Սովորականն ու հնուց պահպանվողը մահուդվարի կարմիր կտորից էր։ Գյուլպա, ոտներին հագնում էին տանը գործած 3-ից 4 ռանգ նախշուն գյուլպա, ճիտքերը կարճ։ Փոխանի փողքը ծայրը գալիս էր գյուլպայի ճիտքի տակ եւ ապա վրայից քաշվում էր քողը։ Քողը օղակարած ժապավեն է մոտ 9-10 սանտիմետր լայնությամբ, օղակի տրամագիծն այնքան է, որ ոտնը մտնի։ Քողը գցում են փոխանի վերջավորության եւ գյուլպայի ճիտքի վրա այնպես, որ փոխանը մարդու աչքը չտեսնի։ Կնոջ գլխի հարդարանքի մասերը։ Ամուսնացած կինը գլուխը շինում է, այսինքն կապում է շատ բարդ ձևով։ Այդ պատճառով նա իր գլխի սարքը քանդում էր շատ ուշ, մեծ մասամբ գլուխը լվանալիս։ Գլխի հարդարանքի մասերն են մետակներ, պալտի, ղազմա, ընջուկատեղ, քետկալ, կոլի չարղատ, լեչակ, չանգալ, չարսավ, կոլտան եւ չարղատ։ Սյունիքի տարածը ոչ միայն հագուստ էր, այլև ինքնության խորհրդանիշ։ Այն արտացոլում էր այդ տարածաշրջանի բնակչության ազգային ոգին, կենսակերպը, կլիմայական պայմաններին հարմարեցվածությունը եւ մշակութային արժեքները։ Այսօր այս տարածները հաճախ օգտագործվում են ազգային երգի բարի համույթների, մշակութային միջոցառումների եւ պետական արարողությունների ժամանակ։ Զանգեզույթ չլերը ծաղկավա, յարի սոբան, հենա կանանչ սարումը, յարի սոբան, հենա կանանչ սարումը, հեցուն չիկե մեզարոնին թաղկալա, մարդկանց կեվը շատ լվե էս տարումը, մարդկանց կեվը շատ լվե էս տարումը։
եկեղ բյուրը ծորջի Սեսի դմատաղ ես աշու եմ ինցիրի Սեսի դմատաղ ես աշու եմ ինցիրի Եկ խաղանենք ես նեմ դու սիրի Hamançumin meres azad daroma Hamançumin meres azad daroma Aknin çürü kıl talin künüme Pes zağıge zakinet xosuma Pes zağıge zakinet xosuma Asem akçi ince sanun kaloma Kinenk mangenk gülüsin bulvaroma Kinenk mangenk gülüsin bulvaroma Կարմիր ծինեմ նստալավերին շյուտանի Են աղջգան շատ հավանա իմ նանին Են աղջգան շատ հավանա իմ նանին Ասում ավեմ հյուրյարոնի դերջյոնի Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Ասում ավեմ հյուրյարոնի դերջյոնի Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Շատ հավանա իմ նանի Ասում ավեմ հյուրյարոնի դերջյոնի Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Ասում ավեմ հյուրյարոնի դերջյոնի Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Էմես կավեջ մեր գիրուսին ծերումա Ճանաչել մեր ազգային արժեքները, Պահպանել այն աչքի լույսի պես, Ողջ աշխարհի մշակութային բազմազանության մեջ լինել ուրույն, Բացառիկ, գաղափար եւ ճաշակ ունեցող ինքնություն։ Ահա մեր ազգային հպարտությունը։ Մեր ոգու կենսական ուժը։ Իսկ կենսական է ազգի ոգին, Եթե այն ուր Եվ սնունդ առնելով անցյալից ապագային մի տված ասելիք ունի։ Սիրենք եւ արժևորենք մերը։ Լինենք մեր ազգային մշակութային արժեքների կրողը եւ փոխանցողը։